Ծխարցակող ավտոբուսի այս կադրերը անգամ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին է վախեցրել։ Շատ վախենալու պատկեր էր, այնպիսի տպավորություն էր, որ դա ինքնաթիռ է եւ տուրբիններից մեկը վառվում է։ Բարեփոխված տրանսպորտի վարորդը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։ Շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար ավտոբուսն անսարք է եղել։ Ավտոբուսն ունեցել է յուղի արտահոսք դեպի արտանետման համակարգ, ինչի արդյունքում առաջացել է մեծ քանակի ծուխ։ Իսկ վախեցնում է արդյոք Տիգրան Ավինյանին ավտոբուսների մասնակցությամբ վթարների վիճակագրությունը։ Հետքը Երևան ավտոբուս ընկերությունից պարզել է, որ մեկ տարում 2468 անգամ ճանապարհատրանսպորտային պատահար է եղել ավտոբուսների մասնակցությամբ։ Միայն 11 ամսում 2111 պատահար է գրանցվել։ 1014 վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են եղել։ Այսինքն ամեն երկրորդ վթարը ավտոբուսների վարորդների մեղքով է։ Մեկ-մեկ հեռախոսներ եմ նկատել, որ զրուցում են ու զրուցում են, ես ոնց հասկացել եմ իրանց գործընկերների հետ։ Ասենք նենց անձնական զրույց չի եղել։ Հա, իրար ասում են, ես տեղ եմ, դու տեղ էստեղ պրոբկա է, այստեղով արին ես մի գնա, այդպես զրույցներ լսել եմ։ Շոֆերը ռուլի վրա հենց լարված վիճակ է, ես 35 տարի շոֆեր եմ աշխատել, ես չգիտեմ։ Ծանր գործ է ավտոբուսի վարորդ լինելը, ասում են քաղաքային տրանսպորտից ամենօր օգտվող մարդիկ։ Ավելի ծանր է, երբ առանց հանգստի են աշխատում վարորդները, նկատում է Երևանի ավականում Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։ Ըստ նրա, խայտարակ խցանումների մեջ հոգեպես ու ֆիզիկապես հոգնում են ու դժվարությամբ են կառավարում ղեկը։ Նոր վարորդներ չեն ընդունվել, վարորդների մենք խնդիր ունենք ավտոբուս ՓԲ-ում, դրա համար է այս վիճակում են։ Մարդիկ ավտոբուս են վարում, մեր քաղաքացիները շատ-շատերը ներսում ու չգիտես, տեղ կհասնի, տեղ չի հասնի, միայն վարորդների խնդիրը չի, վարորդները ֆիզիկապես չեն հասցի։ Երևանի ավտոբուս ընկերության խոսնակ Գեղամ Ասատրյանը Հայլուրի հետ զրույցում հերքում է, որ առանց հանգստանալու են ավտոբուսի վարորդներն աշխատում։ Մեկ օր աշխատում են, մեկ օր հանգստանում։ Իսկ ես հակառակն եմ պնդում, որ շատ վարորդներ կան, առանց հանգստանալու աշխատում են։ Վթարի պատճառ են նաև անիվները։ Ավականու ընդդիմադիր անդամը կասկած չունի, որ ամառային անվադողերով են այս ձմեռն էլ գլորելու ավտոբուսները։ Վթարները շատանալու են, մեղավոր նորից վարորդներին են կարգելու։ Էդգար Ղուշչյան, Ալբերտ Սերոպյան, Նորայր Շարբաթյան, Հենրիկ Համազասպյան եւ Արաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։